Իսկ դուք գիտեք, որ կարող եք ունենալ ոսկրերի փխրունություն, բայց չիմանալ դրա մասին։ Այո, ցավոք սրտի երիտասարդացել է խնդիրը եւ հիմա շատ ավելի հաճախ ենք տեսնում 35-ից 40 տարեկան կանանց, ու մոտ ախտորոշվել է օստեոպարոզ։ Որոնք են պատճառները օստեոպորոզի առաջացման։ Կան մի շարք ռիսկի գործոններ, որոնք ազդում են ոսկրային խտության վրա, օրինակ ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը։ Ինչպես իմանալ, մարդն ունի օստեոպորոզ թե ոչ։ Դենսիտոմետրիկ հետազոտությունը լիարժեք ոսկե ստանդարտ է համարվում օստեոպորոզի ախտորոշման համար։ Օստեոպորոզը բուժվում է։ Եթե ոչ, ինչպես կառավարել, որպեսզի հնարավորինս չգցի կյանքի որակը։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ, իսկ դուք գիտեք, որ կարող եք ունենալ ոսկրերի փխրունություն, բայց չիմանալ դրա մասին, որովհետև կոտրվածքների գրեթե 40%-ը տեղի է ունենում օստեոպորոզի հետևանքով, եւ այո, այն միայն ծերերի հիվանդություն չէ։ Ուրեմն, ինչպես իմանալ, ունեք ոսկրերի փխրունություն, ինչպես կանխարգելել եւ բուժել օստեոպորոզը։ Մեզ կասի էնդոկրինոլոգ Մերի Կարապետյանը, ողջույն Մերի։ Ողջույն, անչափ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ ուրախ քեզ նորից ողջունել մեզ մոտ։ Կարող ենք ասել, որ հիվանդությունը երիտասարդացել է եւ իրականում որ տարիքից է սկսվում ոսկրային զանգվածի կորուստը։ Ոսկրային զանգվածը իր առավելագույն պիկին հասնում է 25-ից 30 տարեկանում եւ հետո աստիճանաբար դանդաղ սկսում են կորուստ ունենալ տարեկան մոտ 0.3-ից 0.5%-ի չափով։ Եվ այո, ցավոք սրտի երիտասարդացել է խնդիրը եւ հիմա շատ ավելի հաճախ ենք տեսնում 35-ից 40 տարեկան կանանց, ու մոտ ախտորոշվել է օստեոպարոզ։ Դա հիմնականում պայմանավորված է վաղ դաշտանադադարով կամ այլ հորմոնալ խնդիրներով, օրինակ վահանաձև գեղձի խնդիրներով, շաքարային դիաբետով։ Կարող է մարդը տարիներով ունենալ օստեոպորոզ, բայց չիմանալ դրա մասին։ Ցավոք սրտի այլ կերպ օստեոպորոզը նաև անվանում են լուր հիվանդություն, ինչ է դա իրենից ենթադրում, որ այն ընթանում է առանց ախտանշանների եւ հաճախ ուղղակի օստեոպորոզը ախտորոշում ենք առաջին կոտրվածքից հետո, պատահական կոտրվածքից հետո եւ աննշան անգամ ազդեցությունը ոսկրերի վրա, օրինակ թեթև սայթակելը կամ անգամ գրկախառնությունը, որ առողջ ոսկրի դեպքում որևէ խնդիր չի առաջացնում, կարող է օստեոպորոզով պացիենտների դեպքում առաջացնել կողի կոտրվածք կամ ողի կոտրվածք, ու դա հաճախ հանդիպում է պատահական։ Այո, այդ դեպքում կարող ենք ասել, որոնք են պատճառները օստեոպորոզի առաջացման։ Դուք նշեցիք, որ հորմոնները այստեղ մեծ դեր ունեն, կան այլ պատճառներ։ Տեսեք, կան մի շարք ռիսկի գործոններ, որոնք ազդում են ոսկրային խտության վրա, օրինակ ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը կամ տարիքը եւ սեռը, օրինակ 65-ից 70 տարեկան յուրաքանչյուր երկրորդ կնոջ կամ երրորդ տղամարդու մոտ հանդիպում է օստեոպորոզ հիվանդությունը։ Մի շարք հիվանդություններ, օրինակ շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հիպերֆունկցիան կամ հարվահանաձև գեղձի հիպերֆունկցիան եւս նպաստում են ոսկրային խտության նվազեցմանը։ Երկարատև գլյուկոկորտիկոիդներ, օրինակ մեթիպրետ, դեքսամետազոն, այդ դեղորայքի օգտագործումը եւս նպաստում են ոսկրային խտության նվազեցմանը։ Այո, իսկ ինչպես են դրսևորվում կանանց եւ տղամարդկանց մոտ, ավելի հաճախ կարծես նկատվում է կանանց շրջանում։ Ցավոք ավելի հաճախ հանդիպում ենք կանանց մոտ, քանի որ էստրոգենները ավելի արագ են անկում ունենում, իսկ մենք գիտենք, որ էստրոգենները անմիջական ազդեցություն ունեն ոսկրային խտության վրա, կալցիումի փոխանակության հարցում, հետեւաբար կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ տղամարդիկ չեն ունենում օստեոպորոզ։ Ճիշտ է, նրանց մոտ ավելի դանդաղ է սկսվում process-ը, սակայն տեստոստերոնի մակարդակի նվազումը եւս կարող է բերել առաջացմանը եւ նաեւ այն ռիսկի գործոնները, որ թվեցի, օրինակ ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը, որոնք եւս նպաստում են իջեցմանը, հետեւաբար տղամարդկանց մոտ եւս հանդիպում է օստեոպորոզ հիվանդությունը։ Ընդունված է կարծել, որ օստեոպորոզի բժիշկը ռևմատոլոգն է։ Մենք պարզեցինք, թե ինչ մեծ նշանակություն ունեն հորմոնները օստեոպորոզի առաջացման գործում, հետեւաբար, որպես էնդոկրինոլոգ, որ էնդոկրին հիվանդությունները կարող են ռիսկ ներկայացնել ոսկրային զանգվածի նվազման համար։ Էնդոկրին հիվանդություններից, օրինակ վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի դեպքում ոսկրային խտությունը նվազում է, կամ պարաթիրոիդ հարվահանաձև գեղձի խնդիրների դեպքում էլի ոսկրային խտությունը կարող է նվազել։ Այսպես ասած, օստեոպորոզը միայն կալցիումի պակասը չէ, այն հորմոնալ խանգարման հետևանք է, եւ այդ է պատճառը, որ ախտորոշումը չի կարող լինել միայն արյան մեջ կալցիումի որոշմամբ, եւ այստեղ պետք է հստակ դենսիտոմետրիկ հետազոտություն, որը ցույց է տալիս
արդեն ռենտգենդենսիտոմետրիկ հետազոտություն, որը ցույց է տալիս ոսկրային խտությունը, եւ նաեւ հավելյալ հորմոնալ անալիզների ստուգում, քանի որ հորմոնալ խնդիրներից հետո առաջացած օստեոպորոզը դա համարվում է երկրորդային հիվանդություն եւ եթե մենք հորմոնալ խնդիրները չկարգավորենք, ոսկրային կոտրվածքները մեր մոտ չեն դադարի եւ օստեոպորոզի հարցում դրական տեղաշարժ չենք ունենա։ Հիմա ինչպես իմանալ մարդն ունի օստեոպորոզ թե ոչ, որոնք են այդ անալիզները, որ պետք է հանձնել։ Հիմնական անալիզները, որոնք պետք են հանձնել, դրանք վահանաձև գեղձի հորմոններն են, հարվահանաձև գեղձի հորմոններն են, կալցիումի եւ վիտամին D-ի մակարդակն է մշտապես պետք հսկողության տակ պահել եւ բոլոր կանայք, ովքեր գտնվում են դաշտանադադարի տարիքում, ցանկալի է տարին մեկ անգամ արդեն կատարեն դենսիտոմետրիկ հետազոտություն պրոֆիլակտիկ հայտնաբերելու համար, գլյուկոկորտիկոիդներ օգտագործող կամ ռևմատոիդ արթրիտով պացիենտները իրենց եւս ցուցված է կատարել դենսիտոմետրիկ հետազոտություն պրոֆիլակտիկ, որպեսզի մենք ախտորոշենք ավելի վաղ եւ խուսափենք կոտրվածքի ռիսկից։ Այս հետազոտությունները տալիս են լիարժեք ախտորոշումը օստեոպորոզի։ Դենսիտոմետրիկ հետազոտությունը լիարժեք ոսկե ստանդարտ է համարվում օստեոպորոզի ախտորոշման համար։ Օստեոպորոզը բուժվում է։ Եթե ոչ, ինչպես կառավարել, որպեսզի հնարավորինս չգցի կյանքի որակը։ Չի ասի լիարժեք բուժում ունենք, այստեղ պետք է նաև ապրելակերպը շտկել, պետք է ավելացնել ֆիզիկական ակտիվություն, պետք է ունենանք սննդի լիարժեք կարգավորում, այնպիսի սնունդ օգտագործենք, որ ավելի շատ կալցիում է պարունակում, պետք է մշտապես նորմայի սահմաններում պահել վիտամին D-ի մակարդակը եւ իհարկե, եթե կա հորմոնալ խնդիրներ, շտկել այդ հորմոնալ խնդիրները եւ հստակ օստեոպորոզի համար դեղորայքային բուժումը արդեն բժշկի ցուցմամբ։ Ուրեմն խոսենք այդ բոլորի մասին, սկսենք ֆիզիկական ակտիվությունից, ինչպես է այն օգնում կանխարգելել օստեոպորոզը կամ հնարավոր ռիսկերը նվազեցնել։ Ֆիզիկական ակտիվությունը մեզ թույլ է տալիս, որ մենք զարգացնենք մկանային զանգված, որը որ կարող է հենաշարժիչ համակարգը ավելի ամուր պահել եւ այդ տարբերակով մկանային զանգվածը ակտիվացնելու հաշվին արդեն կոտրվածքներից խուսափենք։ Այո, որովհետև մենք մկաններն ամրացնում ենք, ավելացնում ենք ավելի։ Այդ տարբերակով է հիմնականում ֆիզիկական ակտիվությունը օգնում մեզ։ Ինչ վերաբերում է սննդակարգին կամ հավելումներին, բավական է միայն կալցի խմել հավելումը, թե մենք կարող ենք այն ստանալ սննդից։ Սննդից լիարժեք չենք կարող լրացնել կալցիումի պակասը, իհարկե կան սննդամթերքներ, օրինակ կաթը, կաթնամթերքը, քունջութը, որ բավարար քանակությամբ պարունակում են, կալցիումի մակարդակ, բայց երբ որ արդեն ունենք ախտորոշված հիվանդությունը, միայն սննդով հնարավոր չէ, այդտեղ պետք է լիարժեք հասկանալ դեֆիցիտի մակարդակը անալիզների միջոցով ու հստակ արդեն բուժում ստանալ հավելումների միջոցով։ Մարդիկ երբ ուզում են ոսկրերը պաշտպանել, կալցիում են ընդունում։ Արդյոք բոլորին է ցուցված եւ պրոֆիլակտիկ որքան չափաբաժնով։ Նախ ցանկալի չէ ուղղակի պրոֆիլակտիկ տեղաչափով օգտագործել, իհարկե կա պրոֆիլակտիկ տեղաչափ մոտավոր 1000-ից 1200 միլիգրամն է դա, բայց պետք է հաշվի առնել բուժառուի առողջական մյուս խնդիրները, օրինակ ունի բուժառուն երիկամաքարային հիվանդություն, թե չէ, որովհետև սխալ կալցիում օգտագործելու դեպքում կարող ենք ունենալ այդ քարերի առաջացումը, միկրոլիտների առաջացումը։ Ես առհասարակ խորհուրդ եմ տալիս դաշտանադադարի կամ ռիսկի խմբում գտնվող բոլոր անձանց նախ եւ առաջ մի հատ անցնել հետազոտությունները, ունենալ հստակ ցուցում կալցիում օգտագործելու, նոր արդեն բժշկի ցուցմամբ օգտագործել այն դեղաչափը, որը որ անհրաժեշտ է։ Իսկ ինչ պետք է ասել վիտամին D-ի մասին ոսկրերը պաշտպանելու համար, օստեոպորոզից խուսափելու համար կարող են պրոֆիլակտիկ ընդունել։ Այո, վիտամին D-ն կարելի է պրոֆիլակտիկ օգտագործել, օրական դեղաչափը 2000 միավորն է, սակայն միայն պրոֆիլակտիկ դեղաչափով դե օգտագործելը մեզ չի պաշտպանում, ամբողջությամբ չի պաշտպանում ցավոք սրտի օստեոպորոզի զարգացման ռիսկից, քանի որ ուրիշ գործոններ եւս կան։ Որոնք են այդ գործոնները։ Մենք խոսքի սկզբում քննարկեցինք օրինակ տարիքը, ծխախոտը, այստեղ կան կառավարելի եւ ոչ կառավարելի, օրինակ տարիքը սեռը, դրանք կառավարելի չեն, բայց ծխախոտի ալկոհոլի օգտագործումը արդեն կառավարելի են կամ հորմոնալ խանգարումները արդեն կառավարելի ռիսկի գործոններ են, որոնք կարելի են կարգավորելու միջոցով ավելի նվազեցնել օստեոպորոզի զարգացման ռիսկը։ Այսինքն կարող ենք ասել, որ նորմալ վիտամին D ունենալու պարագայում նույնպես կարող է օստեոպորոզ զարգանալ։ Ցավոք սրտի, այո։
Կալցիումի վերաբերյալ որ կալցիումն ընտրել, կարբոնատ, թե ցիտրատ։ Առհասարակ ուղեցույցներով մենք հստակ ցուցում ունենք, որ իդեալական տարբերակն է կալցիումի ցիտրատը։ Քանի որ կալցիումի ցիտրատը եւ ներծծվում է անգամ ստամոքսի ցածր թթվայնության պայմաններում եւ երկրորդը նա թույլ չի տալիս, որ առաջանան կալցիումական քարեր, օրինակ երիկամներում չի առաջացնում կալցիումական քարեր եւ կալցիումի ցիտրատի դեպքում կենսամատչելիությունը ավելի բարձր է։ Որ դեպքում է կալցիումը ցուցված հիվանդություններից խուսափելու համար, ելի մեզ պետք են հետազոտություններ։ Ոսկրային խտության նվազման, այսինքն օստեոպորոզի դեպքում ունենք հստակ ուղեցույցային ցուցումներ, որ ցանկալի է օգտագործել կալցիումի ցիտրատը, այլ ոչ թե կարբոնատը, որովհետև կալցիումի ցիտրատը անգամ ստամոքսի ցածր թթվայնության պարագայում ներծծվում է։ Նաև կալցիումի ցիտրատը ավելի քիչ է հավանականությունը կալցիումական քարեր առաջացնելու, օրինակ երիկամներում։ Դուք ասացիք, բայց ես նորից հարցնեմ, արդյոք կալցիումով հարուստ մթերքները կարող են փոխարինել հավելումներին, որ դեպքում եւ ավելի շատ իսկապես որ մթերքներ են հարուստ կալցիումով։ Կալցիումով հարուստ են օրինակ կաթնամթերքը, կաթը, պանիրը, ինչպես նաև քունջութի մեջ մենք շատ ունենք կալցիում, բայց այստեղ կարևոր է կենսամատչելիությունը, օրինակ 100 գրամ քունջութում եղած կալցիումի մակարդակը համապատասխանում է 100 մլ կաթում եղած կալցիումի մակարդակին, սակայն կաթի մեջ եղած կալցիումի կենսամատչելիությունը ներծծման հավանականությունը ավելի բարձր է եւ մեկ բաժակ կաթը խմելը ավելի հեշտ է գործնականորեն, քան թե 100 գրամ քունջուտ ուտելը։ Եթե արդեն իսկ ունենք հստակ ախտորոշված օստեոպորոզ հիվանդությունը, միայն սննդի միջոցով հնարավոր չէ կալցիումի մակարդակը լրացնել, հետևաբար մեզ արդեն պետք է լինելու կալցիումի պրեպարատներ օգտագործել եւ իհարկե կալցիումի պրեպարատը ինքնին առանձին չի աշխատելու կոպիտ ասած, անպայման այն պետք է զուգակցել վիտամին D-ի հետ, քանի որ վիտամին D-ն հենց նպաստում է կալցիումի ներծծմանը եւ արդեն դեղաչափը կախված է պացիենտի վիճակից, դեֆիցիտներից, արյան անալիզներից։ Շատ լավ։ Ինչպես կանխարգելել օստեոպորոզը, եթե 35-45 տարեկան կին է եւ չի ցանկանում 60 տարեկանում ունենալ օստեոպորոզ։ Ցանկալի է շտկել սննդակարգը, չունենալ վատ սովորություններ, ինչպիսի են ծխախոտը, ալկոհոլը, անպայման ունենալ ֆիզիկական ակտիվություն զարգացած մկանային զանգվածում ունենալու համար եւ իհարկե, երբ որ արդեն կգնանք շտկել հորմոնալ բալանսը, այսինքն եթե կա օրինակ վահանաձև գեղձի խնդիրներ, դրանք կարգավորել եւ ի վերջո, երբ որ արդեն կգնանք դաշտանադադարի տարիք, անպայման պրոֆիլակտիկ կերպով անցնել հետազոտությունը դենսիտոմետրիկ, որը ախտորոշում է, քանի որ դեռ դաշտանադադար չկա, հա, ավելի վաղ փուլում, որ ախտորոշում ենք օստեոպենիայի փուլում, կոտրվածքի ռիսկը բնականաբար ավելի ցածր է լինում։ Իսկ եթե 45+ են, ինչպես հասկանալ, որ ժամանակն է դիմել էնդոկրինոլոգի, հաղթանիշներ։ Ցավոք մենք արդեն նշեցինք, որ օստեոպորոզը որևիցե ախտանշան չունի։ Եթե արդեն 45+ եք, դա արդեն նշան է, որ պետք է էնդոկրինոլոգի դիմել։ Եվ եթե եղել են օրինակ պատահական կոտրվածքներ այդ պարագայում, եթե կա հստակ վահանաձև գեղձի խնդիրներ այդ պարագայում, եթե ունեք շաքարային դիաբետ, ռևմատոիդ արթրիտ հիվանդությունները, եթե երկարատև ինչ-ինչ խնդիրների պատճառով օգտագործում են մեթիպրեդ, պրեդնիզոլոն, բոլոր այդ խնդիրները արդեն նշան են, ազդանշան են, որ անպայման դիմել էնդոկրինոլոգի վաղ ախտորոշման համար։ Շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար, բժշկուհի։ Հետևեք մեր հաղորդումներին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, հետևեք մեզ նաև Facebook-ի, Instagram-ի եւ TikTok-ի էջերին։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։